Նևրոզ գոյություն չունի։ Դեռ 1778 թվականին, երբ նոր մարդիկ սկսում էին ուսումնասիրել հոգեկան առողջությունը, բոլոր խնդիրները բաժանվեցին երկու խմբի՝ կեսի անունը դրեցին նևրոզ, կեսի անունը դրեցին փսիխոզ։ Ոնց որ ֆիզիկական առողջության բոլոր խնդիրները բաժանենք երկու մասի՝ կեսի անունը դնենք ուռուցքային, կեսի անունը դնենք ոչ ուռուցքային։ Բայց ստամոքսի խոցն էլ ոչ ուռուցքային, կարճատեսությունն էլ ոչ ուռուցքային, կոտրվածն էլ ոչ ուռուցքային։ Եվ այդ բոլորին մտցնել մի խմբի մեջ, դնել մի հատ անուն, փորձել դրան բուժել ինչ-որ մի հատ տեղով, բնականաբար չի ստացվի։ Օրինակի համար դեռ 1900-ական թվականներին, երբ բարձր տագնապայնության հետևանքով մարդիկ ունենում էին սրտխփոցներ, Ֆրոյդը դրան ասում էր սրտի նևրոզ։ Երբ ունենում էին ստամոքսաղիքային խանգարումներ, դրանց ասում էր ստամոքսի նևրոզ, բայց դա չի նշանակում, որ դա հենց խնդիրն է։ Եվ հենց այդ պատճառով էլ այդ ամեն ինչը հաշվի առնելով դեռ 1996 թվականից Առողջապահական համաշխարհային բոլոր կազմակերպության հիվանդությունների դասակարգումներից նևրոզ ախտորոշումը հանվեց։ Գեներալիզացված տագնապային խանգարումը այլ խնդիր է, ֆոբիաները այլ խնդիրներ են, ինքնագնահատականի հետ կապված որոշակի խնդիրներից բարձրացած լարվածությունը այլ խնդիր է, եւ սրանցից բոլորի դեպքում էլ կարող են առաջանալ այն փսիխոսոմատիկ դրսևորում ասվածները։ Ես դեմ չեմ, իհարկե, առաջի հերթին պետք է ստուգել հենց ֆիզիկական առողջությունը, բայց նման խնդիրների բացառելուց հետո անհրաժեշտ է շարունակել հետազոտությունը հոգեկան առողջության մասնագետների մոտ։ Եվ այդ հարցում ձեզ կօգնեն միտքի մասնագետները, որոնց դուք կարող եք ծանոթանալ ներբեռնելով հավելվածը Հղումը բիոյում։